Օրենք համար 2 Բնության օրենք Հայային և բժտամը ներկայացնում են ամեն մի հարց ունի մեկ պատասխան Փոքր հարցերի չանդրադառնանք, քանի որ հարկավոր է, որ հայերի գոնե երիտասարդները և աշխարհին ներկայացնեն նաև, որ աշխարհում նույնպես խելացի մարդիկ հասկանան, որ իրոք ինչն է պատճառը, որ աղաղակում են խելացի մարդիկ ինչ-որ հարցեր, արժեքներ, որը ամենակարևորն է։ Դրա համար ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք։ Գալակտիկա, իսկ բնության օրենքը դա որն է։ Դա նա է, որը այս ֆիլմում լրիվ կքննադատենք, կքննարկենք և նաև կքննադատենք այն մարդկանց, որոնք շրջանցել, գիտակցաբար են շրջանցել այդ բոլորը, քանի որ մեզնից և Եգիպտոսից, և Խալթից, և այլ վայրերից գողացված բոլոր սուրբ գրքերում եղել են նաև բնության օրենքի մասին բոլոր տվյալները, բացի դա ամեն 100 տարին 1-2 անգամ հայերը ներկայացրել են աշխարհի տերերին, որ կան այսպիսի օրենքներ և շրջանցում եք այդ օրենքները։ Վերջում ամեն ինչ կհասկանաք, թե ինչն է պատճառը, որ այս օրենքը կարևորներից մեկն է։ Ամենակարևոր օրենքը դա առաջին օրենքն էր, երբ որ ասացի, հասկացեք, ամեն պահի մեկին, երբ որ հանդիպում ես կամ բաժակաճառներ եք ասում եք առողջություն, բայց առաջին օրենքով մարդկանց առողջությունը նվազել է։ Կրկնում եմ, առաջին օրենքը, որպեսզի նորից լավ հասկանաք, մինչև 1880-ական թվականները մարդկանց առողջությունը այլ էր, քանի որ նրանք տիեզերքից, արեգակնային համակարգությունից, գալակտիկայից, մեր երկիր մոլորակից սնվում էին այն էներգիայով, որը ավելի կարևոր է, քան ջուրը, օդը և ուտելիքը, նրանց ատոմային սիստեմը վերականգնելու համար, իսկ այսօր մարդիկ գտնվում են կիսամարդ իրավիճակում և դա տանում է կործանման։ Հիմա քննարկենք երկրորդ օրենքը, բնության օրենքը։ Գիտությանը հայտնի է և դա մեզ համար շատ լավ է, որ հայտնի է, որ արեգակնային համակարգությունը մեր ծիլ կաթին գալակտիկայում կատարում է այսպիսի շարժում։ Ես ավելի մեծ տեսքով եմ ներկայացրել այս սինուսոիդալ շարժումը և այստեղ կարող եք գտնել այդ թվերը, որոնք ձեզ հարկավոր են և դիտարկել այս ամենը։ Եվ այստեղ մանրամասը նույնպես ռուսերենով, տարբեր լեզուներով մտնելով կարող եք այդ ամեն ինչը քննարկել և տեսնել, որ տիեզերական մարմինների շարժումները և այդ ամեն ինչը, ինչ քննարկում են, մոտավորապես հաշվարկներ են։ Իսկ մենք կատարենք հաշվարկ։ Երկրի ծիլ կաթին մեր գալակտիկայի կենտրոնից, որը պտտվում է այսպես, ծիլ կաթինը, մեր արեգակնային համակարգությունը գտնվում է 26 հազար լուսային տարի հեռավորության վրա։ Իսկ եթե նրան այսպես կիսենք մեր գալակտիկան, ապա գտնվում է հյուսիսային կիսագնդում և 48 լուսային տարի այժմ գտնվում է վերև նրա հասարակածից։ Այսինքն, բացի դա, արեգակը շարժվում է այս ուղեծրով և ամենակարևոր պահը այստեղ այս պահն է։ Բացի դա, արեգակը նաև
գալակտիկայի կենտրոնից հեռանում է և միևնույն ժամանակ գալակտիկայի շուրջը պտտվում է 220-240 կմ/վայրկյան արագությամբ։ Բայց մեզ համար ամենակարևոր պահը սա է, որ այժմ գտնվում է հյուսիսային կիսագնդում և հարավային կիսագնդից հյուսիսային կիսագունդ և այլն այդ շարժումները նա կատարել է և մեկ շարժումը կատարում է 30-ից 35 կամ այլ հաշվարկներով 20-ից 25 միլիոն տարում։ Դա մեզ համար էական չէ, էականը էստեղ մեզ համար այս կետն է, ինչի համար է այս կետը կարևոր։ Այժմ քննարկենք այս ամենը, որպեսզի հասկանալի լինի։ Եվ երբ դիտարկում են արեգակնային համակարգությունը գիտնականները և նաև մեր գալակտիկան, մեզ ամենամոտ աստղը, նրանց համար հասկանալի է լինում, որ այլ մոլորակայիններ չեն կարող գալ այլ աստղերից, թեկուզ մեր գալակտիկայի աստղերից, քանի որ արագությունները այնպիսին են, որ դա անհնար է, որպեսզի գան։ Բացի դա 22 կիլոմետր ամեն մի վայրկյան գալակտիկայի կենտրոնից արեգակը հեռանում է և նաև աստղերն են իրարից հեռանում։ Դա անհնար երևույթ է և դա միլիոնավոր տարիներ է հարկավոր, որպեսզի նրանք կարողանան գալ։ Բայց այստեղ ինչ է տեղի ունեցել։ Ինչ են նրանք նույնպես դա հասկանում, բայց ինչպես է առաջացել մարդը երկիր մոլորակում, դա մնում է նրանց համար ընդհանրապես գաղտնիք, որը մենք մեկընդմեջ ներկայացրել ենք աշխարհի տերերին և բացատրել, որ ինչ է բնության օրենքը կարևոր և պետք չէ խախտել բնության օրենքները։ Այժմ անցնենք առաջ։ Որպեսզի դուք այս ամենը հասկանաք, որ արեգակնային համակարգությունը այստեղ կատարել է իր ուղեծրի շեղում, գագաթում և անցել հիմա այս կողմը, մենք գտնվում ենք հիմա այստեղ և մեզ համար դեռ ահագին մինիմում 6-ից 8 միլիոն տարի մեզ լավագույն վիճակն է, իսկ դրանից հետո մոտավորապես դեռ 20-22 միլիոն տարի հարավային կիսագունդը ավելի վնասակար է, կարող է երկրի բնակչությունը գոյատևել, որից հետո կարող է լինել աղետ, ինչպես պատահել է, կարող է այդ աղետը չլինել, դա կախված է մեր զարգացածության աստիճանից և այն բախտից, թե որտեղ կգտնվի երկիր մոլորակը, երբ որ այստեղից կփորձի նորից վեր բարձրանալ արեգակնային համակարգությունը։ Դրա համար, որովհետեւ սա հասկանաք, կատարեք ինքներդ այսպիսի փորձ։ Վերցնում եք կլոր մի աման, մեջը ջուր լցնում, մի քանի գնդիկներ գցում այդ ջրի մեջ, կարող են երեսին լողալ, կարող է ավելի ծանր լինել ջրի մեջտեղում լողալ և մեջտեղում դնելով միքսեր կամ էլեկտրական ինչ-որ շարժիչ սկսեք ջուրը պտտեցնել, կտեսնեք, որ ամեն մի մարմին իր ուղեծրով շարժում է։ Բայց եթե այդ ամանը տեղադրեք մի թեք հարթության վրա, որից հետո երկրորդ թեք հարթությունը, ինչպես այստեղ այս սինուսոիդալն եմ ներկայացրել, բայց ավելի փոքր, քանի որ այս չափը շատ անգամ փոքր է այս չափից, դա մոտավորապես 1 աստիճանին մոտեցող չափ է, 0.1 աստիճանի։ Եվ կտեսնեք, որ այստեղից երբ որ անցնում եք այս մասը, բացի նրանք պտտվելը, նաև նրանք փորձում են ճոճվել, ճոճվում են և փոխում այդ ժամանակ իրենց ուղեծիրը։ Մի մասը, որը մոտ է այս մասին, մոտենում է կենտրոնին, այս մեկը կարող է ավելի հեռանալ, որը եթե տվյալ պահին, այս պահին գտնվում էր ավելի հեռու։ Եվ այս երևույթը դուք ինքներդ կատարելով կհասկանաք, որ
իրականում դա նույնը տեղի ունեցել նաև արեգակնային համակարգության հետ։ Այստեղ արդեն բացատրեմ այն ամենը, որը տարիներ շարունակ, հազարավոր տարիներ շարունակ հայերը ասում են, հայ անվանումը և արևորդիներ ինչից են առաջացել։ Այսօր, երբ որ մենք դիտարկում ենք արեգակնային համակարգությունը, ապա ուղեծրերը բաշխված են այսպես, բայց սրանից 3 միլիոն տարուց առաջ նրանց ուղեծրերը այսպես բաշխված չեն եղել։ Երկիր և Մարս այդ երկու մոլորակների արանքում, ոչ թե արանքում, այդ ժամանակ նրանք այստեղ չեն եղել, այստեղ եղել է Հայա մոլորակը, և նրա շուրջը պտտվել է Նուբարը, որը նույնպես Սուրբ գրքի հայ աստվածների Սուրբ գրքի կեղծելով աշխարհի տերերը ներկայացնում են Նուբարին իբր Նուբարու, եղել է նա է կործանվել, բայց իրականում Նուբարը և Հայան իրար հարվածել են։ Հայ անվանումը ինչից է առաջացել։ Հայ անվանումը առաջացել է, երբ որ այստեղ առաջին անգամ մարդը հայտնվելուց հետո արդեն ուտելիքները հատնում էր, ուտելիք չունեին, այդ ժամանակ Հայա անունով մեկը ասել է, որ բերեք այսպիսի փորձ կատարենք, քանի որ ինձ թվում է, որ մենք թափվել ենք երկնքից, և դա կդիտարկենք մի քիչ հետո, և եկեք անձրևային ժամանակ գարնանից մինչև աշուն որևէ մի բույս թող բարձրացնեն վերև և այնտեղից կայծակնային հարձակում կատարեն, և այդ բույսը հնարավոր է փոխակերպվի ավելի նորմալ բույսի։ Եվ դա կատարելու համար, երբ որ արծվատիպ թռչուններ են բարձրացել վերև, նրանք չեն կարողացել այդ ամենը կատարել, և Նուբար անունով 8-9 տարեկան աղջիկ երեխան, որը մարմնապես շատ փոքր է եղել, ինչպես ասում են լիլիպուտները, լիլիպուտ վիճակում, անձնազորաբար ինքն է արծվի վրա նստած արծվին և իրեն ոչնչացել, և առաջին ուտեստը ստեղծվել է այդ եղանակով, դրա համար սա կոչվում է Հայա, սա Նուբար, և նրանց բախումից առաջացել է Մարս և Յուպիտերի արանքում այս շղթան, քառակույտերի շղթան և տարբեր նյութեր, հիմնականում երկաթ և այլն։ Սա է պատճառը, որ այս երկու մարմինները վերանալով հետագայում ինչ են նրանք կատարել։ Դրա համար հայերը հայ անվանումը եկել է այդտեղից և արևորդիներ հանդիսանում են նրանք համար, քանի որ արևից նրանք եկել են երկիր մոլորակում, ստեղծել են մարդկությունը։ Սա է պատճառը, որ հայերին անվանում են նաև հայերս մենք մեզ անվանում ենք նաև արևորդիներ։ Հայա Նուբար զույգի աշխատանքի ժամանակ եղել է 289 անգամ մասնակի ոչնչացում, ինչպես առաջին ֆիլմում ցուցադրեցի առաջին օրենքը, տիեզերքի օրենքը, այդ ժամանակ եղել է, իսկ մեզ մոտ դեռ 34-րդի մեջ ենք մենք գտնվում, և դրա համար այս մարդիկ զարգացած են եղել, իսկ հիմա կհարցնեք նաև ինչպես է եղել, որ երկրագունդը և լուսինը հայտնվել են այստեղ։ Երկրագունդը և լուսինը դա բերվել են այստեղ, այս ուղեծրերը հաշվարկներով։ Եթե հիշում եք իմ նախկին ֆիլմերից, ես այդտեղ ասել եմ, որ Մուրադ Խալթեցին և նրա 111 անդամները ստեղծել են սարք, որի նաև մեխանիկական մասում ես մասնակցություն ունեմ, որով նրանք կարող են մատերիան ոչնչացնել։ Եթե մարդը մահանում է, ապա դա անշնչանում է և այլևս նա մարդ չէ, դա միայն սառած միս և
արյուն ոսկորներ են։ Իսկ եթե օրինակի համար երկաթն է մահանում, ապա նրանք երկաթը անհետանում է, եւ նրանք հենց այդ սարքն են հնարել, եւ այդ սարքի իմաստը նա է, եթե մեզ իրականում պետք է մեր էթնիկ հողից վռնդեն, եթե աշխարհում մենք պետք է չլինենք, ապա ինչպես Պուտինն էր արտահայտվում, մեր ինչին է պետք է այս աշխարհը, երբ որ մենք չենք լինելու։ Կբացատրեմ հետագան, որպեսզի նաև դա հասկանալի լինի։ Եվ այսօր է սպասում գտնվող ամենամեծ մարմինը Ցերերան է, Վեստան եւ այլն, եւ նրանք գտնվում են այդ շրջակայքում, ինչպես ասացի, Մարսից Յուպիտեր այստեղ է այդ շղթան գտնվում։ Նրանց վերացումից են առաջացել այդ բոլորը։ Եվ ինչի չեն կարողացել ժամանակին այդ հարցը լուծել, որպեսզի մնար եւ Հայան եւ Նուբարուն։ Հայան ընդհանրապես եղել է երկրագնդից ավելի մեծ, 7200 նրա շարավիղն է եղել, երկրագնդինը 6300 է։ Եվ այլ տվյալներ, որոնք եթե պետք լինի հետագայում կխոսեմ նաև դրա մասին։ Եվ ձեզ ինչ է թվում, որ երկրի ուղեծիրը 150 միլիոն կիլոմետր արեգակից հեռու, լուսին երկիր այդ հեռավորությունը եւ նրանց առանցքների շեղումը մեկը մյուսի նկատմամբ, այս բոլորը, այս հեռավորությունը, սրանք պատահական հեռավորություններ էին, եւ գիտնականների 99%-ը նաև պնդում են նա, որ սա հնարավոր չէ, եթե դուք դիտեք այսօրվա դրությամբ ամենա դժվար այդ լոտո, որ խաղում են, եվրո ջեքպոթն է, որտեղ պետք է գտնես 50-ից 5 թվանշան, բացի դա նաև 12-ից գտնես 2 թվանշան, որը միլիարդներ է իրենից պարունակում, երբ որ կարողանաս միլիարդավոր լուծում պետք է տաս, որպեսզի կարողանաս։ Նույնն է այստեղ, եւ այս ամենը կատարվել է հայերի շնորհիվ, Հայայի շնորհիվ, որոնք սրանք մոտեցրել են։ Այն արբանյակային սիստեմները, որոնք նրանք ունեցել են, դա մոտ է եղել այսօրվա արբանյակային սիստեմներին, բայց ինչպես նշեցի, Մուրադ Խալթեցին է կատարում այսօր այդ փորձարկումները եւ նրանք մատերիան են անհետացնում, միևնույն ժամանակ նա կարողանում է նաեւ տետ դաշտերը, այդ էֆիրը նույնպես կարգավորի եւ այս շարժման դեպքում, երբ որ նրանք այստեղ արդեն ճոճվում են, ընկնում է վերևից պետք է գա ներքև էս ճոճվելու պահը, նրանք այստեղ մոտենում են նրա արջևի մասին, շարժում կատարում եւ այդ դեպքում սրա արջևի տետ դաշտը թուլանում է, հետևինը ուժեղանում եւ նա սկսում է ավելի արագ այս կողմ շարժվել եւ հակառակը, եւ այդ միջոցով նրանք բերել են եւ երկիրը եւ լուսինը այս հեռավորության վրա եւ արեգակից այդպիսի հեռավորության վրա։ Սա պատահականություն չէ, սա պայմանավորված կատարել է Հայան։ Դրա համար, երբ որ Նիկոլա Տիպ տականքները եւ աշխարհի այդ տականք տերերը կատարում են այս ամենը, պետք է բացատրել, որ մենք ով ենք եւ տարել եք աննասուն ադրբեջանցիների հետ եք մեզ համեմատում։ Իսկ այժմ կոնդենսատորների պարփում, ինչպես գիտեք, բոլորդ էլ դպրոցական հասակում 8-րդ դասարանում եք կարծեմ, անցել եք այս սարքը, այստեղ պտտում եք, լիցքավորում եւ կոնդենսատորները սկսում են պարփում կատարել։ Նույնը կատարվել է երկիր լուսին զույգի հետ, մարդու ստեղծումը երկիր մոլորակում։ Միայն երկու մարմին կարող են ստեղծել բերի հող, մթնոլորտ, բուսական եւ կենդանական աշխարհ։ Ինչ է տեղի ունեցել։ Նրանք այսպես ճոճվել են, երկուսն էլ իրենց առանցքների շուրջը, միևնույն ժամանակ այդ պահին նաեւ մոտեցել, հեռացել, քանի որ նաեւ ալիքներ է եղել, ինչպես վերևում ասացի,
Եվ այդ ճոճվելու ընթացքում նրանք մեկը մյուսին հարվածել է եւ այդ հարվածից այդ կայծակը ինքը հենց պլազմա է, իսկ պլազման դա պինդ մարմին է, եւ եթե մենք դիտենք լուսնի մեզ երևացող կողմը եւ հակառակ կողմը, ապա այս հարվածները երևացող կողմի վրա ավելի շատ են, քան հակառակ կողմի վրա, պատկերացրեք սա երևացող կողմն է, այստեղ ավելի շատ են, և հակառակ կողմում ավելի քիչ, դա ինչ է նշանակում, որ այդ հարվածները եղել են երկրի կողմից, և այստեղ ամեն մի այս փոսիկը կամ մարդ, կամ ազգ, կամ կենդանի, կամ ծառատեսակ ստեղծման դրանք այդ փոսերն են, եթե այլ ազգեր գիտնականները կասկածում են, կարող են նաև այնտեղից վերցնել իրենց լեզվով ասած այդ գենետիկ փորձերը ստուգել և տեսնել, որ հայերի, մեր այսօրվա տարածությունում գտնվող հայերիս, հողի, ստորգետնյա ջրի և լուսնի ինչ-որ մի մասի այդ ամբողջ կառուցվածքը դա նույնն է, դա մենք ենք, մյուս ազգերինը կամ ցեղերինը, այս մյուսն է, օրինակի համար ծառերինը սա է խնձորի, մյուսինը սա է, ձկներինը սա է և այսպես շարունակ, ինձ թվում է այս մասն էլ հասկացել։ Եվ ինչ է տեղի ունեցել, ինչպես նաև մեր հայրենակից Լենարդո դա Վինչին էր այդ փորձերը կատարում և նա նույնպես ասաց այդ մասին, հնարավոր չէ ծառը ծաղիկը այդքան գեղեցիկ լինեն, եթե նրանք պտտվելով շարժում չեն կատարել և երկնքից չեն իջել, և ճշմարտությունը դա է, և մենք էլ այդ մասին գիտենք։ Պապս մահանալուց առաջ ասեց, դու պետք է գտնես նա, որ Արարատ լեռան լանջերին մարդիկ երկնքից թափվում էին, դա ինչպես է տեղի ունեցել, նաև դա եմ հիշում փոքր հասակից։ Եվ լուսին երկիր այդ հարվածից նախ ծնվել է մթնոլորտը և բերի հողերը, հողը, ավազ և այլն, այդ ամենը եղել է, իսկ բերի հողը հենց ծնվել է այդ բերի հողը նույնպես դա պլազմայի արդյունք է, այդ երկու մարմինների հարվածի արդյունք է։ Ծառերը իջնելով ներքև խրվել են հողի մեջ, ծաղիկները, թփերը և այլն, իսկ ձկների դեպքում հարվածը կատարվել է օվկիանոսի կամ ծովերի հետ, իսկ մարդկանց կենդանիների, որոնք ցամաքային են և թռչուններին են, նրանցը կատարվել է այդ ձևով։ Վերին շերտերում առաջացել են մարդու ոսկորները ներքև իջնելով, քանի որ այդ պլազման դեռ չի մարել, օրգանները և ամեն ինչ և վերջում ծնկների վրա իջնելով մարդիկ աչքերը կարողացել են բացել և հասկանալ, որ ինչ-որ մի տեղ են իրենք իրենցից ինչ-որ մի բան են ներկայացնում։ Այդ ձևով է այդ ամբողջը եղել և այս կառուցվածքը և ամեն ինչը միայն այդ ձևով կարող էր ստեղծվել, այդ ձևով է ստեղծվել։ Եվ այստեղ նաև այդ հեռավորությունները և այլն կարգավորելով Հայանը մի փոքր հեռացել է, ամեն ինչ ստեղծվելուց հետո վերադարձել երկիր մոլորակ։ Բայց հայատեսակը նրանք երկիր մոլորակի բնակիչներ չեն, իսկ հայերը երկիր մոլորակի բնակիչ են։ Այժմ նաև դա կբացատրեմ, և եթե այս ֆիլմը դիտարկում եք ավելի մանրամասն կամ ինչ-որ որոնք տարբեր լեզուներով պետք է ներկայացնեն, կարող են գեղեցիկ արտիստական և այլ պրոգրամաներով ստեղծել նորմալ բարդ ֆիլմեր և ցուցադրել։ Էթնոս, հայի էթնիկ հող, ամեն մի էթնոս կարող է գոյատևել իր երկրից հեռու մոտավորապես 1200 կիլոմետր շառավղով հեռու, բայց ոչ
ավելի։ Դա հաշվի առնելով հայը պահպանել է ազգերին և ցեղերին իրենց էթնիկով։ Ինչպես բոլոր ֆիլմերում եմ նշել, երբ որ հայերն էին աշխարհը զարգացնում, ղեկավարում, կառավարում, նրանց սովորեցնում, ապա նրանք ամեն էթնոսին թողել են իր տեղը։ Երբ որ տեսել են, որ ինչ-որ մի էթնոս փորձում է մյուսին վերացնել, ապա այդտեղ իրենց զորքերն են ուղարկել և ցանկապատեր, ինչպես չինական պարիսպներ, չինացիներից պաշտպանել է հյուսիսային այդ ցեղերին, որոնք այսօր մեր Հայաստանի տերիտորիայում են։ Եվ այս է պատճառը։ Դրա համար, երբ որ ասում ենք բնության օրենքները դա էթնոսն է։ Էթնոս դա նշանակում է, որ հայերը ծնվել են այստեղ, երկիր, լուսին, զույգի հարվածներից և նրանք պարտավոր են այստեղ գտնվել նաև այս ժամանակ, երբ որ երկիր մոլորակը արդեն երկու աղետներ է արձանագրել, երկրորդը 23 թվականին և երրորդ թե չորրորդ կլինի թե չէ, երբ որ կատարվեց, այստեղ իրական հայեր, որոնք կլինեն կմնան, մնացած տեսակները կվերանան, ինչպես նաև մենք կվերանանք Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն։ Դրա համար, երբ որ փորձում են նաև մեր գերբի վրայից անել այս զինանշանի այս նշանը, սա մերն է, սա մեր էթնոսն է, իսկ էթնոսը ոչ ոք չի կարող փոխել։ Եվ ինչի համար եմ սա ասում։ Նաև այստեղ խոսենք և կհասկանաք նաև ֆիլմը ինչի համար եմ ասում, ոչ միայն որ դուք սովորեք այս ամենը, հայկական տառեր և հայոց լեզու։ Երբ որ դիտարկում ես հայկական տառերը, ապա նրանք խոնարհվում են, նրանցից ամեն մեկը խոնարհվում է, և այս տառերը ոչ թե ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, այլ այս տառերը բերել են Հայան, և հայերիս սա ամենամեծ նվերն է այս տառերը, և հայերի այսօրվա 90%-ը հայերեն գրել չգիտի և նույնիսկ չի էլ հասկանում այս տառերի իմաստը։ Եթե դուք դիտարկեք ցանկացած տառ, բացի ան, որ արեգակի առաջ ենք մենք խոնարհվում, մնացած բոլորը խոնարհվող տառեր են, իսկ այստեղ մենք ենք խոնարհվում արեգակի առաջ, և մենք ենք արևորդիները։ Եվ սա ոչ թե Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ինչպես կեղծել են կամ ինչ-որ եղել է Գրիգոր Լուսավորիչ, այդ Գրիգոր Լուսավորիչը եղել է Գրիգոր Լուսամարիչ Տրդատի նման, ինչպես այսօր Տրդատին Գրիգոր Լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցին վերցնես, ինչպես Նիկոլը և նրա շրջապատը, դրանք նույն տականքներն են եղել այդ թվականներին, որոնք նաև Խալթը, նրանք Վաղարշապատը վերացրեցին և այդտեղ կառուցեցին այդ տականքությունը։ Իսկ նաև արաբական թվերը, եթե մենք եկվորներ ենք, մենք ինչի չպետք է ունենայինք մեր թվանշանները, մեր թվերը, և արաբները ինչպես կարող են գրել այս թվերը, երբ որ սրանք պարզ գրվում են ձախից աջ, ոչ թե աջից ձախ, և հայերը ունեն, եթե մեծամորը մենք դիտարկում ենք և զորաց քարերը, հայերը պետք է կատարեին խոշոր հաշվարկներ, ոչ հույները, ոչ եգիպտացիները, ոչ արաբները, այսինքն այս տառերը նույնպես մերն են։ Դուք տեսել եք հնադարյան պատմությունների մեջ, երբ որ աշխարհի այսօրվա տերերը ինչ-որ մի բան ներկայացնեն, որ էս էլ հայերն են աշխարհին տվել, ոչ, բոլորը կեղծում են, տալով մեր բոլոր արածները սրան նրան, միայն մեր անունը չշեշտվի, մարդիկ չիմանան, որ այդպիսի տեսակ կա, որ այդ տեսակն է իրենց փրկել ամեն ինչից։ Եվ նաև երբ որ ներկայացնում են աշխարհի տերերին, նաև այստեղ ներկայացնեմ
մի փոքր տականքություն նույնպես կապիկը եւ մարդը իբր մարդիկ առաջացել են կապիկներից եւ էվոլյուցիայի ապրել։ Էվոլյուցիա դրանց դատարկ ուղեղներն են ապրել։ Կապիկը կա, մարդը կա, իսկ սրանք ուր են։ Եթե այդ process-ը կատարվել է, կատարվում է, իսկ սրանք ուր են, այս երկուսը մնացին, սրանք վերացան։ Դրա համար ամեն տեղ, երբ որ ձեզ խաբում են, ապա դուք փորձեք գտնել լուծում, թե որտեղ են ձեզ խաբում։ Եթե ես էլ եմ խաբում, ապա քննարկեք, գտեք, թե որտեղ եմ ես ձեզ խաբում։ Լաթին գրվող տառեր, սա նույնպես հայերն են ստեղծել եւ առաջի տառը, սա ցանկացած երկիր, որ հայերը գնում էին, այսպիսի փայտից պատրաստում էին մոտավորապես 2 քայլանոց չափման միավոր եւ մարդկանց համար հողատարածքները գծում էին եւ ասում էին, այս հողատարածքն է, պետք է ունենաս 2 երեխա, ընտանիքի անդամները այսքան, սա քեզ բավարար է, հետները տանում էին բոլոր բույսերը, դուք այստեղ կցանեք ծորեն, այստեղ կցանեք կոկորոս, կունենաք 2 տանձի ծառ, 1 այսպիսի պոմիդոր աճեցնելու տեղ եւ ձեր ընտանիքին լրիվ բավարար է ամեն ինչը, պլյուս նաեւ կենդանիներ եւ այլն։ Ինչպես ասացի, նաեւ կովը որտեղից է առաջացել, այդ սրիկաները, դե թող հիմա ապացուցեն ինչից է առաջացել։ Մինչև հիմա դուք տեսել եք, որ այդ աշխարհի տերերը այս 3000 տարիների ընթացքում նրանք ինչ-որ մի բույս հնարած լինեին, ինչ-որ մի բան, միայն տարբեր տեսակ մանր-մունր շնիկներ են արտադրում։ Իսկ այս ամենը դա հայի շնորհքն է, եւ աշխարհի հին ազգերը իրենց գեներով նույնպես սա հասկանում են։ Ամերիկա կոչող մայր ցամաքի լավ, այդ ամենի մասին այժմ եմ խոսում։ Իսկ հիմա էթնիկ հող, սա գիտեք ով է, այդ Անգլիայի պրինցն է եւ այս տարբեր ազգերի հարուստներ, սրանք հարուստներ եւ սրանք դերասաններ։ Այս դերասաններից բոլորը նրանք խաղում են ինչ-որ մի դերում, երբ որ զինվորականի կամ պետական պաշտոնյայի դեր եւ հանուն մեր երկրի, ձեր որ երկրի, որը 200 տարի էլ պատմություն չունի, որը ձեր երկիրը չէ, ձեր էթնոսը չէ։ Նույնը սրա հայրը ուղարկել է, որպեսզի Թրամփին տարբեր նամակներ ուղարկի եւ Տրամպը այդ հիմարությունները խոսի, Տրամպը ծաղրակի արժանանա եւ հայերը կամ պաղեստինցի կամ նման ազգեր եւ ցեղեր տեսնեն, որ իրենց ոչ ոք էլ չի օգնում, դա էլ մի փուչիկ է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այդպիսով իրենց կարող է թուրքը կամ ազերին կամ իսրայելցին վերացնել, բայց սրանք չեն հասկանում նաեւ այստեղ ամենակարևոր հարցը, սրան իր հայրը, քանի որ 2 երեխա ունի, նրան չի բացատրել, որ տղա ջան, դու չես գտնվում քո էթնիկ հողում, դու միայն գործիք ես, ինչպես սրանք բոլորն են գործիքներ, կաշխատեք եւ ձեր հետնորդները, եթե ոչ ձեր թորները, ապա ձեր 5-րդ, 6-րդ սերունդը արդեն կհայտնվի աղետի մեջ, որը տեղի ունենում 82,000 տարին մեջ, եւ դուք անմիջապես շնչահեղձ կլինեք, կվերանաք այդ երկրում, որը համարում եք ձեր երկիրը։ Իսկ եթե դուք ապրում եք այսօրվա կյանքով միայն, ապրեք որտեղ ցանկանում եք։ Իսկ եթե դուք ցանկանում եք, որ ձեր սերունդն էլ աճի, զարգանա եւ դուք ունենաք թորներ, ծորներ եւ ձեր ծորներն էլ նույնպես ապահով ապրեն, ապա դուք պետք է վերադառնաք բոլորը ձեր էթնիկ հողը, դա ձեր հողը չէ, դա արյունով ներկված այս մարդկանց էթնիկ հողն է, սա է նրանց էթնոսը, նույնը հայերին է վերաբերում, սա է նրանց էթնոսը եւ նրանցից եթե նույնիսկ 200 հոգի կա այսօր, այստեղ թե այստեղ թե այստեղ թե այստեղ,
ապա նրանք կմնան, մնացած բոլորը կվերանան եւ ինչի համար եմ նաեւ սա ասում, բացի վերանալը, նաեւ մենք, նաեւ բոլորը կկորցնեն նաեւ իրենց հիշողությունը կորցնում են մարդիկ եւ դառնում են ինչպես նորածին երեխան, ոչ հորն են հիշում, ոչ մորը, ոչ երեխային, ովքեր կենթանի կմնան։ Բայց այստեղ ամենակարևոր մոմենտը չէ որ սրա ընտանիքը գիտի ամեն 100 տարին մեջ եւ նրանք են գողացել հայերից բոլոր տեզերքի բնության եւ հայ աստվածների օրենքները նա միգուցե չի սիրում իր երկրորդ տղային եւ այս երկրորդ տղան միայն գործիք է ղեկավարելու նահանգները նրա համար որպեսզի իրենք Եվրոպայում լավ ապրեն, դա է նրանց նպատակը, այսինքն այդ մարդը ոչ միայն չի սիրում հայերից, ոչ միայն չի սիրում աշխարհը, նաև չի սիրում իր զավակին, եւ այսօր եթե տեղափոխություններ են կատարում ազգերի ցեղերի, պետք է ասել էթնոսով շատ քիչ ազգեր կան, որոնք ազգ են, տարածություններ կա, որտեղ ազգեր են բնակվում, մնացածը ցեղատեսակներ են եւ խառնուրդներ։ Եվ այս հարգելի դերասանները եւ հարուստները թող նույնպես հասկանան, որ իրենք գործիք են եւ ոչնչացվող տեսակ։ Չկա էլ միջոց։ Եթե մտածում են, որ երբ որ երկրի վրա պետք է գտնվի մագնիսական եւ տետե դաշտերի փոփոխություն, այդ ժամանակ դուք գտնվեք ինքնաթիռի մեջ, թե Սուզանավում, այսպես թե այնպես բոլորը կորցնում են իրենց հիշողությունը։ Հայատեսակը նա վերանում է, հայատեսակը ծնվում է հայերից, մաքուր հայերից, երբ որ կինը եւ տղամարդը բացարձակապես մաքուր եւ Այստեղ նաև ցույց կտամ, թե որքան ինչ չափով է ծնվում։ Իսկ եթե մտածում են աշխարհի տերերը, որ Արբանյակով կհեռանան, ապա մագնիսական դաշտը շուտ է կարգավորվում, իսկ տետե դաշտերը, ինչպես ասում են, էֆիրը ավելի ուշ։ Եթե այս տիեզերանավը պետք է գտնվի երկրի մագնիսական դաշտում, ապա այստեղ նույնպես հիշողությունները կկորցնեն։ Իսկ եթե պետք է հեռանա, նույնիսկ Հայան, երբ որ Հայան վերացավ, Հայայի բնակիչները երկիր մոլորակն ու լուսինն էին տեղափոխում, դա տևել է 6 ամսից ոչ ավելի, իսկ այս երևույթը տևելու է 120-150 տարի, իսկ նրանք ի վիճակի չեն այդքան կենթանի մնալ հետո վերադառնալ։ Եթե մի 10 օրով հեռանան, վերադառնան, նորից կորցնելու են հիշողությունը, այսինքն չկա այլ միջոց։ Ինֆորմացիա, հիշողություն, հայատեսակը մահանում է հենց սկզբից, ինչպես ասացի, քանի որ երկիր մոլորակում չունի էթնիկող, բայց մնացածներից ծնվում է միայն մաքուր կին եւ տղամարդուց, հայերից 92%, հնդիկներից 6%, չինացիներից 3.6%, գերմանացիներից 0.4%, եթե օրինակի համար 1000 մարդ է ծնվում, ապա 920-ը հայ է, 60-ը հնդիկ է, 36-ը չինացի, 4-ը գերմանացի, մնացած տեսակներից չի ծնվում։ Բոլորի մեջ էլ հայատեսակը սնուցել է այն հիշողության եւ բացի գենը նաեւ այլ երևույթ, բայց գեներով նրանք հայ են, օրինակ եթե հայերի մեջ է ծնվում, բայց հիշողության, որը ավելի կարևոր է, քան գենը, նրանք հայ են։ Օրինակի համար ամռանը գնացի Բավարիա, մի քանի օրով, 6-7 օրով Բավարիա, եւ այնտեղ ինչ նկատեցի, որ այդտեղ չեմ եղել, բայց այդ բոլոր տեղերը ինձ ծանոթ էին, նույնիսկ ծանոթ էին այն հին տները, որոնք քանդել էին, նորերը սարքել,
մի փոքր նկարեցի եւ Հանսը զարմացավ, որ որտեղից ես դա գիտեմ։ Այժմ շարունակենք մասնակի կործանումից հետո թե Եգիպտոսում, թե Հնդկաստանում, թե այլ վայրերում բոլոր ուտեստների տեսակները կվերանան, որը ստեղծել է հայը այս թռչունի միջոցով, այս ինքնազոհ եւ աշխարհը փրկող թռչունի միջոցով, ինչպես նախորդ ֆիլմում ասացի, նա ոչ թե ուժի խորհրդանիշն է հայկական դրոշների վրա, այլ անձնազոհության եւ երկիրը փրկելու, ազգերին ցեղերում փրկելու խորհրդանիշն է, դրա համար է այդ տեսքով։ Նաեւ այս հայերի ստեղծած արհեստական կենդանին կվերանա, որին հնդկացիները անվանում են Աստծո կենդանի, քանի որ եւ հնդկացիներին եւ ամբողջ աշխարհին փրկել է կով տեսակը, այսօր մարդիկ չեն հասկանում, բայց եթե խորը ուսումնասիրեք, թե որքան ապրանքներ ենք, ուտեստներ եւ խմիչքներ ենք մենք ստանում կովից, նույնիսկ նաեւ նրա կաշից, պոզերից եւ այլն, կհասկանաք, որ ամբողջությամբ կովը օգտագործում է եւ կովը մարդկության համար նույնպես մեծ արժեք է, ինչպես նաեւ հավը։ Կվերանան այս ամենը, կվերանան նաեւ բոլոր բուրգերը, ով պետք է դրանից հետո ողորմելի աշխարհ ձեզ համար կառուցի, ադրբեջանցին, թուրքը, թե բրուտը, թե որևէ մեկը։ Նաեւ նախորդ ֆիլմում ասացի, թե ինչպես ենք մենք դա կառուցել։ Ինչի համար այս պահին սկսեցի խոսել սրանից, ոչ թե որ ադրբեջանցիները կամ թուրքերը հայերի հետ այդ հարցը, այս հարցը ինչ որ չափով կախված է, մի 60%-ով կախված է բրուտներից, բայց նաեւ կախված է նաեւ հայերից, հին հայերից եւ այսօրվա գաղտնի հայերից։ Բրուտները եւ ոչ ոք հայերից չէր կարող վերցնել աշխարհը զարգացնելու, աշխարհը կառավարելու եւ իրականությունից հեռանալու այդ ամենը, եթե չլիներ հայ այդ տեսակի մեջ խառնաշփոթություն։ Ինչպես նշեցի առաջին երկու անգամ, երկիր մոլորակում տեխնոլոգիաները հասել է ավելի բարձր մակարդակի, քան այսօր։ Դա կատարել է հայերը եւ փոքր մասշտաբներով, որից հետո վերացրել են դա, հասկանալով, որ այժմ դա կարևոր չէ, կարևորը կլինի դա, երբ որ կլինի երկիր մոլորակում, արեգակնային համակարգությունում, երբ որ կգա այս փուլը, երբ որ այստեղից այստեղ կասնի, այդ ժամանակ հարկավոր կլինի դա, իսկ այժմ հարկավոր չէ, միայն պետք է հնադարյան ձևով մարդիկ ապրեն, ամեն մեկը իր հողը, իր հողի վրա ապրի, իր ընտանիքով եւ միայն մտածեն, որ աղետներ կարող է լինել, բնական քամիներ, երկաշարժեր եւ այլն, իսկ մնացածը մարդիկ պետք է ապահով ապրեն, ոչ թե այսօրվա իրավիճակով, ինչ որ մեզ ներկայացնում է այդ աշխարհի տերը։ Եվ այդ ժամանակ հայերի մեծ մասը գնաց դավաճանության, որպեսզի այսօրվա աշխարհը այսպես կառուցվեր, եւ այս ամռանը նրանք հասկացան, որ սխալ են կատարել, մեծ սխալ են կատարել եւ իրենց քվեարկության ժամանակ, որը ես ստացա այսպիսի մի նկար, ինչ որ մի սարք, որի վրա ինչ որ չափեր է տեղադրված, ահա այսպիսի չափեր, 47.8 եւ 18.4, հավասար է 66.2-ի, հասկացա ինչի մասին են ինձ ուղարկել այս ամենը, բայց գիտեի, որ քվեարկություն են կատարել իրենք։ Եվ գաղտնի հայերը, որոնք նաև գտնում են բրուտի հենց տանը
բրուտի ամբողջ կառավարության մեջ, բոլոր երկրների կառավարություններում եւ նրանք ամենալավ ապրող տեսակներն են, քանի որ նրանք հայատեսակն են, ապա նրանք տեսան, որ ընդդեմ են գնացել հայ աստվածների եւ ապրել նորագույն տեխնոլոգիաներով, զիջելով բրուտին եւ զարգացնելով գիտությունն ու տեխնիկան։ Այսօր նրանք հասկացան, որ հայան դա կատարել է երկիր մոլորակում միայն առաջին եւ երկրորդ մասնակի ոչնչացման ժամանակ եւ կկատարեն միայն վերջին մասնակի ոչնչացման ժամանակ, երբ կլինի արևի ուղեծրի շեղում։ Քվեարկել են կողմ Մուրադ Խալթեցուն 47 միլիոն 800, վերջին թվերը դա կարևոր չի, իսկ դեմ 18 միլիոն 400, իմիջիալոց 18 միլիոն 400-ից դրանց համարյա կեսը գտնվում է Ֆրանսիա, Անգլիայում եւ կեսը գտնվում է Նահանգներ Կանադայում, իսկ այս մնացածը բոլորը որտեղ մեծ թիվ է կազմում նաեւ Չինաստանում, Ճապոնիայում եւ Կորեայում, նրանք քվեարկել են ընդհակառակը, քվեարկել են հայ աստվածների կողմ։ Դա է պատճառը, որ այսօր նաեւ ներկայացնում եմ այս ամեն ինչը, որպեսզի ցանկացած հայ հասկանա, թե իրականում ինչ է կատարվում, իրականում ինչն է ամենակարևորը, երբ որ ես բոլոր իմ այս 200-ից ավելի ֆիլմերում խոսում եմ էթնոս, էթնիկ հողի մասին, հենց սրա մասին է խոսքը։ Օրինակի համար, եթե դուք ապրում եք եւ մտածում, վայ երեխես չգնա պատերազմ, այսպես չլինի, այնպես չլինի, լավ երեխեդ չգնաց, երեխեդ ապրեց, թուրքերը եկան բռնաբարեցին, երեխայիդ եւ երեխատ ինքնասպան եղավ, նույնը չի, կամ երեխայիդ կամ աղջիկ երեխայիդ բռնաբարեցին, թուրքեր բերեց, նույնը չի, կամ ոչինչ էլ չարեցին, քշեցին Հայաստանից, երեխատ մնաց, դու մահացար, երեխատ էլ ասեց իմ երեխան լավ է այստեղ Ռուսաստանում կամ Մոնղոլիայում այնտեղ ապրեց կամ Եվրոպայում, դրանից հետո նրա թորի ծորը, իսկ քու ծորը պետք է սկսի անիծել քեզ, որ ինչ է այս ամենը կատարեցիր, երբ որ շնչահեղձ է լինում Եվրոպայում կամ Մոնղոլիայում կամ Ռուսաստանում։ Սա է, որպեսզի հասկանաք։ Իսկ հայ եւ հայատեսակի նպատակը, եթե ստեղծել է, կարողացել է երկիր մոլորակը լուսինը արևը այդ հեռավորության վրա եւ այստեղ նորից կյանքը զարգացել է, կյանքը ապրում է, նա ինչի պետք է ցանկանա, որ տեսակները վերանան եւ ամենակարևորը իր տեսակը վերանա։ Դրա համար նրան հարկավոր չէ, հայատեսակին հարկավոր չէ ոչ մեկի էթնիկ հողը։ Ձեզ ինչ է թվում, եթե այս պահին ամբողջ աշխարհը երբ որ գնում եւ լուսաբանում եւ նույնիսկ ասեմ կապտածաղից ծաղկից հայերը ստացել են հարավային Ամերիկայի համար կարտոշկեն, այսօր որ աշխարհում ամենաշատ օգտագործողն է եւ հյուսիսային կիսագնդում խոտի նման բույսից ստացել է մայիսը գիտնական հայ աստվածը ստացել է կուկուրուձը, ձեզ ինչ է թվում, նրանք չէին կարող այդ տեսակներին բոլորին վերացնել բրուտի նման եւ իրենք այսօր ամբողջ աշխարհով մեկ միայն հայեր լինեին, քանի որ դա իմաստ չուներ, քանի որ ամեն տեսակ պետք է ապրի իր էթնիկ հողում, նույնիսկ առույցը, նույնիսկ կապիկը, նույնիսկ էշը, նույնիսկ բորենին պետք է ապրի իր էթնիկ հողում, դա է ամենակարևորը եւ դրա համար հասկացեք էթնոսը եւ հասկացեք հայը ով է եւ այդ անունը երբ որ հայան երկիր մոլորակում ստեղծել է այս ամենը, տեսել է իրենք էլ ամենից շատ հայից են ծնվում, իր անունը կպցրել է հային, բացի դա իր տառերը տվել է հային, կենտրոնը դարձրել է Հայաստանը, բացի դա հայերին ինչ էր մնում միայն Հայերին մնում էր միայն նորմալ ազնիվ ապրել, ոչ թե այսօր ինչ-որ բորենիներ դրել եք ծաղրածուներ բրուտի չորրորդ
կառավարության կողմից մեկը Ադրբեջանից է ստանում հրահանգ, մեկը Թուրքիայից է ստանում, մյուսը Իսրայելից է ստանում եւ խայտարակում հայ տեսակա ամբողջ աշխարհով մեկ, երբ որ կարմրամորթների մոտ Ամերիկա կոչող մայր ցամաքում նրանց 60%-ը մահացավ, չընդունեցին քրիստոնեություն, ասելով, որ մեր հայ Աստվածն է այստեղ կարևորը։ Եվ դուք այսօր ինչ եք կատարում։ Եվ աշխարհը այսօր ուր է գնում, ինչ է կատարում։ Աշխարհը գնում է վերացման։ Դրա համար եւ աշխարհի բոլոր ազգերին, ցեղերին եւ ամենակարևորը ձեզ նշեցի, այս երիտասարդին պետք է տեղյակ պահել, որ քո հայրը գիտե եւ քո նախնիները գիտեն, նրանք են գողացել բոլոր մեր սուրբ գրքերը եւ քեզ նույնպես այսօր դարձրել են առարկա իրեն ծառայելու, քանի որ դու էթնոս չունես, քանի որ քո զավակները, թորները արդեն էթնոս չունեն, դու մահացող տեսակ ես, նաեւ նրանց այլ բարեկամներ։ Սա նա է, որ հայը պետք է կատարի, որ աշխարհը հասկանա, որ խաբում է նաեւ ոչ թե միայն մեզ, բոլոր ազգերին, ցեղերին եւ միևնույն ժամանակ իր արյունակցին է խաբում։ Սա է կարևորը։ Երբ որ ասում են ֆիլմեր ստեղծեք, միայն վերջին ֆիլմը, երբ որ տեզերքի գաղտնիքը կասեմ, այդ ժամանակ նորից ֆիլմը դուք ստեղծեք։ Միայն այդտեղ ես պետք է երևամ, որպեսզի ձեզ հարվածի տակ չդնեմ։ Հարվածը վերցնեմ ինձ վրա, իսկ այս ֆիլմերը տարածեք, թող բոլոր լեզուներով իմանան, որ ինչն է այստեղ ամենակարևորը, էթնոսը ամենակարևորն է այստեղ, եւ ամենակարևորը առաջինը նշեցի, առաջին օրենքը, եւ երրորդը դա կլինի հայ աստվածներինը, նույնպես ֆիլմը կլինի։ Առաջինը դա ցանկացած պահի մենք ով ում հանդիպում է առողջությունը ինչպես է առողջություն, եթե մարդը չունի առողջություն, ինչպես է նա կարողանալու այդ երկրաշարժերի, այդ քամիների, այդ հրաբուխների ժամանակ փախչի հետնել ինչ որ երեխա տանի, փրկվի դրանից։ Ամբողջ աշխարհը վերանալու է, եւ եթե աշխարհի տերերը գտնում են, որ չիպեր, տեզեր կուղարկեն, կպահեն ինչ որ գաղտնարաններում, 1000 տարի հետո նոր բոլորի ոչ թե հիշողությունը կգա տեղը, ինչ որ մարդկային արժեքներ կարող են ունենալ մեր շնորհիվ, բայց այդ ամենը արդեն վաղուց վերացած կլինի։ Ոչ այդ չիպերը կմնան, ոչ այդ չիպերի սարքերը, որով կարող են նայել, նույնիսկ մենք չեն կարող, նույնիսկ հայը տեսակը, որը հայից է ծնվում, չինացուց թե հնդկացուց, նրանք չեն կարող դա կատարել։ Եվ միայն հիշողությունը, եւ այսօր, երբ որ ասացի նաեւ այս մասին, նաեւ սրանցից կորեական հայ գաղտնի հայերի տեսակից նաեւ միացել են 200-ից ավելի թիվը մոռացա, նաեւ միացել են Մուրադ Խալթեցու այդ ծրագրերին, եւ նրանք այսօր նաեւ կատարում են նա, երբ որ այդ սարքերի միջոցով, որպեսզի կարողանան աշխարհին նաեւ ապացուցել, որ երկրագունդը ինչպես է տեղափոխվել, կամ լուսինը ինչպես է տեղափոխվել, տիեզերանավի սկզբում կցեն իրենք, բայց միայն իրենք կարողանան դա անել եւ կատարեն այդ փորձը, որպեսզի աշխարհը հասկանա, իրենք գիտեն, որ դա ճիշտ է, ես էլ գիտեմ, որ դա ճիշտ է, միայն աշխարհին հավատացնելու համար, եւ երկրորդը այդ հիշողության հետ կապված հարցերը, նաեւ բացի գենը, ինչ է դա, որ մարդկանց որոշ քանակի մոտ ինչ որ նրանք հիշում են, որ ինչ որ միտեղ են եղել, կամ հիշում են, որ պետք է ոչ թե երկրագունդը տափակ է, ինչպես Անանիաս Ճերակացին է ասել, այլ գունդը եւ հակառակ կողմնում նույնպես կա մայր ցամաք։ Ինչն է դա հիշողության, դա ինֆորմացիան է, որը մեր մեջ ավելի մեծ է, քանի որ 30 միլիոն տարին որտեղ, 3 միլիոն տարին որտեղ եւ 3 միլիոն տարում ինչ որ 5-10% կարող են հիշել կամ
ինֆորմացիա ունենալ, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ այդ ինֆորմացիան եւ ամեն ինչ, երբ որ ասում եմ մարդը մահանում է, մարդը լրիվ կորչում է, միայն նրա հիշողության մեջից այդ ամենը, նաեւ դրանք այդ փոքրիկ մասնիկներն են։ Եթե մարդը դիտում է, ապա 6 ամեն աշկի մեջ այդ ամենափոքր մասնիկները տետե դաշտի մտնում են, որից հետո անցնում ուղեղին, հենց դրանք են հեռանում եւ դրանք են վերադառնում ավելի խոշոր եւ ավելի հին տեսակի մեջ, քան նոր տեսակի մեջ, եւ դրանք են փորձում ապացուցել այդ բոլոր մարդիկ, եւ այսօր այս մասը նաեւ մեծ գիտական հետապնդումների մեջ է, թե կոնկրետ երբ կլինի երրորդ կամ եթե կլինի երրորդից հետո չորրորդ հարվածների երբ կլինի, այսքանը։